Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, սիրելի ժողովուրդ, խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան, այսօր ապրիլի 11-ն է, տեղական ժամանակով ժամը 21-ը, ահա և վերջ, խոսեց Սամվել Կարապետյանը, նույն ինքը Տաշիր Սամոն, նախ ինչպես խոսեց, ոչ մի բար Արցախի մասին, Արցախը հանձնել ենք, պրծել ենք, այսօրված ենք լնում, մեկ, Տեքստը գրին դրին դեմը մի կերպ սարքերով, էլեկտրոնային ընդեղ չգիտեմ, արհեստական բանականությամբ եւ այլն, սարքեցին, մարդը արտասանեց են, ելի, ինչ-որ, չգիտեմ, կողից գրե տվել է ձեռը։ Ես ոնց հասկանում եմ իմ կարճ խելքով այս կալանքի, այս ձերբակալման ամեն ինչը նախորոք մտածված է եղել, որպեսզի Սամվել Կարապետյանը չմասնակցի քարոզարշավին, որովհետև խայտարակալնելու չունի ուղեղ, դե շոֆեր մարդ է, ինչ ենք ուզում, չունի ուղեղ, ասես տեքստը գրեն, դնեն, հլնի խոսա։ Կարդա մի 10 տեղից էլ դզեն, փչեն, տռ-ղռ, հլնի խոսա, ասում է, ես մենք հզորացնելու ենք տնտեսությունը, մենք գնալու ենք Լոնդոններում եւ այլում հզոր ձևով խոսանք։ Նախորդ եմ ասում, Արցախ բառի մասին ոչ մի խոսք։ Ինչ է լավ Արցախը, հետաբերում թե չէ։ Արցախ հայերը հետ են գնում Արցախ թե չէ։ Բառ չկա, բայց ինքը հզորացնում է, բանը Հայաստանի տնտեսությունից է խոսում։ Հզոր տնտեսություն է ուզում բերի։ Ես իմ բիզնեսները փոխանցում եմ իմ տղեկին, ասում եմ, ես գալու եմ դառնալ վարչապետ։ Այդ լավ է սանը որ փոխանցում ես քո տղեկին։ Բա բանակը խիչը փոխանցիր քո տղեկին, որ գնան բանակ ծառայեն երկու տղեկդ։ Լավ։ Ես սպասում էի սրան, Սամվել Կարապետյան, որ դու խոսաս, իսկ դու խոսացիր, իսկ պետք է քո խոսքը, որ դու ասես, ինչ-որ մի բան ասես, իսկ դու ասեցիր, դե հիմա լսի շարունակությունը, հիմա դու հելի ու պատասխանի այս հարցերին, որը որ ես քեզ հիմա հրապարակայնորեն տալիս եմ, հիմա տնամ, սրա պատասխանը ոնց պիտի տաս, տնտեսությունից ես, չէ խոսում, հզոր տնտեսությունից, ասում ես, բանը չպիտի թալան լինի, չպիտի էս լինի, չպիտի կաշառակերություն, կոռուպցիա, ուժեղ տնտեսություն պիտի ունենք, որ գնանք Լոնդոն, Վաշինգտոն, կանանք խոսանք։ Հիմա որ եկա Լոնդոն ու Վաշինգտոն, հիմա պատկերացրեք, դու եկել ես Վաշինգտոն, Վարդան Ղուկասյանի նման մեկն էլ նստած է Վաշինգտոնում Գոսդեպում, պետդեպարտամենտում, Մարկո Ռուբիոյի տեղը լրիվ մարդ է։ Բայց մտածում է Վարդան Ղուկասյանի նման, ու դու հիմա եկել ես Վաշինգտոն։ Եվ հիմա այդ Վաշինգտոնի նստած պետական պաշտոնյան ձեզ ուզում է հարց տա։ Ասում է, միստր Կարապետյան, ասացեք խնդրեմ, 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Արցախի կառավարությունը ձեզ նվիրել է Արցախ էներգոն, ինչու, կարող եք ասել, ինչու Արցախի կառավարությունը ձեզ նվիրեց Արցախ էներգոն, ահա, էսի մեկ հարց, չգիտեմ ինչ ես պատասխանելու, դու կպատասխանես, հետո, ասել է, իսկ պարոն Կարապետյան, 2017 թվականին, այդ նույն Արցախ էներգոն, դուք գրավադրեցիք Արցախ բանկում 30 միլիոն դոլար արժողությամբ, տարեկան 11%-ով, ճիշտ է, պարոն Կարապետյան, ինչու, չէ որ ձեզ նվեր էին տվել, դուք 30 միլիոն դոլարով ինչի գրավադրեցիք, ինչ էիք ուզում անեիք, նորից եմ կրկնում, նվեր էին տվել, այն որ ասում էիք, բարեգործություն ենք արել Արցախի համար, հիմա այդ բարեգործության մասին եմ խոսում ես, օքեյ, երրորդ հարցը ձեզ կտա ԱՄՆ Գոսդեպի չինովնիկը, որ եկար ԱՄՆ կամ լավ, Լոնդոն, 44 օրյա պատերազմից հետո, պարոն Կարապետյան, երբ որ արդեն պարզ էր Արցախի ճակատագիրը, ձեր գրավը դուք տեղափոխեցիք Արշին բանկ, Ռոբերտ Քոչարյանի բանկ եւ Ռոբերտ Քոչարյանի բանկը տվեց այդ 30 միլիոն դոլարը Արցախ բանկին եւ ձեր տոկոսադրույքը 11%-ից բանկի իջացեց 6.5-ին, ինչու, այդ ինչից ելնելով 44 օրյա պատերազմից հետո նորից եմ կրկնում, եւ պարզ էր Արցախի ճակատագիրն արդեն երևում էր հանկարծ Հայաստանում գտնվող Արշինինվեստ բանկը Ռոբերտ Քոչարյանի ձեր վարկը տեղափոխում է իամոց ու 30 միլիոնը թագում Արցախ բանկի հետ ու քո տոկոսը չստում է 6.5 ընկեր բարերար։ Չորրորդ հարցը վերջին ասացեք խնդրեմ 2023 թվականի դեկտեմբերին արդեն երբ որ Արցախ բիզիմդիս արեց ձեր չսիրած Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության բյուջեի հաշվին փոխհատուցում է 30 միլիոն դոլարը
Այսինքն փոխանցումը Ռոբերտ Քոչարյանի բանկին, ասում է դու ֆորս մաժորի մեջ ես ընկել, բիզնես ես կորցրել, առ Ռոբերտ Քոչարյան, քո 30 միլիոն դոլարը։ Հիմա ստեղ առաջանում է հարց, ինչու՞։ Բա որ դուք ընդդիմություն եք, դուք իրար հետ չունեք, այդ ինչից ելնելով Ռոբերտ Քոչարյանը փոխհատուցում է քո վարկը, ասում է տեղափոխի իմ բանկ, 10%-ով։ Գնում է նման մեծ ռիսկի։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը չգիտես որտեղից Հայաստանի Հանրապետության հարկատուների հաշվից դուրս է գնում 30 միլիոն դոլար եւ փոխանցում է Ռոբերտ Քոչարյանի բանկին։ Ասում է ան Քոչարյան ջան, դու վնաս ես կրել Հայաստանի հարկատուների հաշվին ու եկել են բարեգործների, որոնք որ անամաշխարից փող էին ղրգում Հայաստան 165 միլիոն դոլար։ Մի հատ էլ Վարդան Ղուկասյան կար դոգմա կանոնով կոկորտը պատրում ասում էր մի արեք, ձեր փողը բանակին չի հասնում, մի արեք, չէին լսում դոգին, ասում են դոգը քխ վատ բաներ ասում։ Վեկալան ղրգին, իսկ Նիկոլ Փաշինյանը գեղեցիկ ձևով մտածեց ծեր ֆինանսական կորստի, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի ֆինանսական կորստի մասին եւ փոխհատուցեց 30 միլիոն դոլարը։ Այսինքն նվեր տված Արցախ էներգոն դու 30 միլիոն դոլարով յուրացեցիք դրի ջեբը, հիմա ելել ես ասում ես մտածում ենք տնտեսության մասին։ Այդ թվում նաև դուք հրավադրել ես Հայաստանի էներգոցանցերը, եթե տարածել ես ուրիշ բանկում։ Եվրոպական ես իմիջ գրող ուսեցավ բանկ, միգես քանի միլիարդով։ Հիմա առաջանում է հարց, ասենց ես ուզում տնտեսություն զարգացնել, տաշի սամո։ Հելի ասասուտ ես ասում, Վարդան Ղուկասյան, այդպես բան չի եղել։ Ես ուզում եմ որ դու խոսայիր։ Ես նորից եմ կրկնում, սպեկուլյանտը, իսկ դու սպեկուլյանտ ես, դու բիզնեսմեն չես, դու սպեկուլյանտ ես, սպեկուլյանտը երբեք չի մտածում պետականության, պետական շահի մասին, ասում է ես որ եղա վարչապետ, դու որ եղար վարչապետ, Հայաստանի Հանրապետությունը թքելու է ասոյի փայտիկին խորը ձևով, Հայաստանը ինչքան բիզնես կա, բիզնեսմեն կա, բոլորը թքելու են փեդերին, որովհետև բոլորի հետ դու պիտի մտնես փայ, բոլորի ձեռից պիտի խլես, որովհետև լավնա պիտի մտ մինիմում 50-50, մնացած բոլորը սակեզերներից պիտի առնես, Հայաստանն էլ վերջում կգրավադրես, էլ ինչ-որ մի հատ բանկում կվեկալես ու կասես հաջողություն, ես գնացի, չգիտեմ ուր ես գնալու, Էս է քո տնտեսությունը լինելու, իսկ որոշակի տգետ լրագրողներ, ում կրծքերի արանքը դու փողը մտցրել ես, ու հիմա հենց հետևիցդ վազվզվում են, այդ մալալետկա պուտանկեքը, դրանք այդքան ուղեղ չունեն, դրանք այդքան տրամաբանություն չունեն, որ հասկանան ով է իրանց դեմը։ Ու հիմա այսքանից հետո դու հելել ես Նիկոլի դեմ կռվում ես, արա Նիկոլը 30 միլիոն դոլար քեզ փող է տվել։ Դու արել ես էներգոցանցերը բիզին դիրեսան է, մարդը քեզ 30 միլիոն հան է տվել, ուզում ես ասես Նիկոլը կոնդիմությունն է։ Նիկոլն ուզում ասի դու ես անդիմությունը, հիմա հենց եկած սուտա Հայաստանի կառավարությունը 30 միլիոն դոլար չի փոխհատուցել։ Սիրելի ժողովուրդ, ես ասում եմ, չէ, ախր լսեք, մեկ-մեկ լսեք, որ ասում ենք, լսեք։ Ինչքան էլ որ գտնվում ենք ամերիկյան բանտում, ավելի վատ որ գտնվում ենք ամերիկյան բանտում, ըստեղ տեղեկությունները 20 տակ ստուգվում նորակալի։ Կարող է մեկ-մեկ ուրիշ ձև ենք ասում, ալու ֆրանգի ենք խոսում եւ այլն, դիտավորյալ ինչ որ տեղն է, որ ինչ որ խայծ թողնենք, այև խայծը թողեցինք։ Արհեստական բանականության մոնտաժով դրել են, սարքում են տեքստը դեմը հետ 10 անգամ հետո առաջ կարդալով խոսումը, դու կարդալով ես Ալիևի դեմը խոսալու, որ ժողովուրդը կլոր սեղանի շուտ մտած քնե, հա։ Այս հայրենասիրություններ ուզում քարոզեի, Հայաստանի էներգետիկ բնագավառը ինչքանով ես գրավադրել բանկերում տաշիր, որ դրա վերջի ինչ լինի։ Էս ես ուզում սարքես, դեմ այս 4 հարցին, ո՞նց ես դու պատասխանելու ԱՄՆ գոսդեպի ղեկավարի առաջ, լավ, Լոնդոնում, ուզում ես գնաս Լոնդոն, Լոնդոնում ո՞նց ես պատասխանելու, կամ Պեկինում էլ կոռուպցիա կաշառակերությունը էլ բետար չի հարգվում, եթե այս երկրում ինչ-որ միտեղ կոռուպցիա վրա խաղեր տալում են ու մարսում են, Պեկինում չեն մարսում, հա պատիժա, Պեկինը պիտի քո հետ դնի ախոսա, չասի դու էսի չես արել, հələ էսի ես հələ մենակ ծաղկաբույլն եմ ներկայացնում, են որ ասում եմ մրգերը հետո, ֆրուկտի պատոմ, это цветочки, տաշիր, դու իմ ոտերը կուտես, թե դու կդառնաս վարչապետ, ծոցորակատ կտենաս, դու վարչապետ չես տենա երբեք,
Երբեք։ Այս 4 հարցին հիմա հելի պատասխանի։ Արցախ էներգոն քեզ խինը վեր տվին տաշի։ Ինչ է իրարել դու Արցախի համար։ Հա? Ինչի իր գրավադրել բանկում 30 միլիոն դոլարով։ Արցախ բանկում։ Ինչի Քոչարյանի բանկը որոշեց փոխհատուցել այսինքն քո վարկը տեղափոխել իա բանկ։ Արցախ բանկի 30 միլիոն տվեց, ասեց դու գնա ֆրաու։ Տեղափոխի մոտ 6.5%-ով։ Եվ ինչի Նիկոլ Փաշինյանը քո թշնամին, ով որ ինգիլա քոյտևից ռեպրեսիա մտոմանում քեզ 30 միլիոն դոլար քեզի փող տվեց։ За что? Եթե քեզ տարեկողել են այսպես կոչված ցակը չէ, կոտան մեջ, որ դու չմասնակցես ընտրությունների հայտարարք չես, իմբիցիլ տղուտ նման, որ չասես, չբավարարված կանյակ չպիտի լինեն։ Նոսերեն էլա բլթացվեց։ Ատես տեքստը գրեն տանձերով խոսած, մարդես գնացել մի հատ գեղ, մի հատ հասարակ, չգիտեմ, կտվորուհի ջուլիկը հլի մի հատ հարց տալ։ Տարական հատը չկարանաց մնա պատասխանեց, մակակեղին հայտարարք։ Դե հիմա պատասխան ես 4 հարցերի։ Որովհետև եթե այդտե չպատասխանես, մի գեղեցիկ օր Լոնդոնում կամ Վաշինգտոնում դնելու են դեմդ։ Ասել են հələ մի ասատենակեցի շխավեր այ մարդ։ Թքե մերեսից։ Հայրենիքից խոսում, հազար բանակից խոսում։ Այդ 30 միլիոնը որ լափը մեջ, բանակի մասին բա քիչ էիր մտածում։ Այդ 30 միլիոնը որ լափը մեջ, աղքատների մասին քիչ էիր մտածում։ Հա? Լավ բանա չէ, դոլարնի։ Բա որ հիմա եկած վարչապետի դոլարնին կշատանա է, ու դու մտածելու ես հասարակ ժողովրդի մասին, մեկ էլ կնի գտա մտածելու իմբիցիլ տղեկը, հա, դեն հացաբուկեր են նա մտածելու։ Սիրելի ժողովուրդ, ես հարցը տվեք տաշի սամոյի հացաբուկերին, ասեք ես ինչ խաղեր, Նիկոլը քեզ 30 միլիոն դոլար խիա տվել։ Այդ ձեր սիրելի Նիկոլը։ Այսքանը հարգանքներով ամենայն հայոց Վարդան Ղուկասյան, տարածեք։